Երբ ես շուրջ 20 տարեկան էի, ես մտածեցի, որ ոչինչ չէր կարող հաղթել ինձ, երիտասարդները ինձ լցրեցին անսպառ էներգիայով, և աշխարհը նման էր տախտակի, որտեղ ես կարող էի կտորները տեղափոխել, ինչպես ուզում էի, այդ ժամանակ փողը իմ ամենամեծ կուռքն էր։ Ինձ համար նա սահմանեց մարդու արժեքը։ Ով էր փող ուներ, մեկը։ Ովքեր չունեին, պարզապես գոյություն չուներ, ոչ ոք ինձ դա հստակ ասաց։ Եզրակացություն էր, որ ես մենակ եմ վերցրել, դիտելով իմ շուրջ իրականությունը։ Հայրս, օրինակ, ամբողջ օրերը անցկացրեց իր փոքր արհեստանոցում, կոշիկներ կարելով խնամքով և նվիրվածությամբ, յուրաքանչյուր զույգ ձեռագործ էր, ուշադիր և նույնիսկ սիրով, բայց ամսվա վերջում աշխատավարձը հազիվ էր տալիս հաշիվներին։ Ես նայեցի նրան և մտածեցի. դա անբուժելի քաղց էր։ Կարգավիճակի համար, ճանաչման համար, այդ ամենի համար իմ գլխում նշանակում էր, որ ժամանել այնտեղ։ Ես կուլ տվեցի ինքնուրույն գրքերը, կարծես դրանք հաջողության հասնելու վերջնական ձեռնարկ էին։ Ես հաճախեցի դասընթացներ, վերապատրաստում, միևնույն ժամանակ աշխատել եմ 2 աշխատատեղով, և, փաստորեն, ես ստացա։ 30-ից կարճ ժամանակ անց ես արդեն ունեի իմ սեփական բիզնեսը, զարդարված բնակարանը, ավտոտնակում զրոյական մեքենա, իմ զգեստապահարանը կազմակերպվել էր գույներով և նույնիսկ հարմարեցված կոստյում, որը ես ուղարկել եմ անթերի իտալական գործվածքներ, որոնք փայլում էին ապակու նման, կարծես թե հաղթել եմ։ Միայն այդքան նվաճման մեջտեղում ինչ-որ բան կորել էր, դա ֆինանսական ռեսուրսներն էին։ Դրանք, ի դեպ, աճել են միայն, այն, ինչ ես զոհաբերում էի, շատ ավելի արժեքավոր էր։ Իմ ժամանակը, և այս ընկալումը հանկարծ չհայտնվեց, ինչպես Ռեյը պարզ երկնքում, դրամատիկական պահ չկար, երբ ձայնը նախազգուշացրեց ինձ. Դադարեցրեք հիմա, նախքան ուշ, կյանքն ավելի նուրբ է, նա դանդաղորեն վերցնում է իրերը, այնքան դանդաղ, որ մենք նույնիսկ չենք նկատում։ Նախ, դա որոշ ընտանեկան ընթրիքներ էի, որ ես դադարեցի հաճախել, քանի որ ինձ պետք էր բիզնես փակել, այնուհետև իմ դստեր ծննդյան տարեդարձը ծեծի է ենթարկվել, քանի որ կարևոր հաճախորդը հանդիպում է սահմանում։ Այնուհետև ես սկսեցի քնել առավոտյան 2-6 տարեկանից արթնանալու համար, համոզված լինելով, որ անհրաժեշտ է, որ ես կառուցում եմ իմ ապագան։ Ես կարծում էի, որ ավելի ուշ, երբ նա կայունություն ուներ, դա փոխհատուցում էր ամեն ինչ։ Բացակայությունները, շտապող պահերը։ Մինչև մի օր հայելու մեջ էի նայում և չճանաչեցի այն մարդուն, որը ես տեսա արտացոլված, կնճիռները նրա դեմքին, ողնաշարը, որը տանգում է յուրաքանչյուր շարժումից, մի որդի, որը մեծացել էր առանց ինձ, մի դուստր, որը ամուսնանում էր։ Երբ ես մասնակցում էի երեկույթի, մասնակցում էի սրահի անկյունում, ուստի ես հետաքրքրվեցի։ Որտեղ եմ ես այս ամբողջ ժամանակ, ինչու ես թույլ տվեցի խուսափել այս ամենից, ի վերջո չլիներ նրանց համար, որ ես պայքարում էի։ Աստիճանաբար հասկացա, որ փոխանակել եմ իմ կյանքը փողի համար, ոչ թե մեկ կամ մեկ այլ բան ամբողջ տարիներ, օրեր, ամիսներ, անդառնալի պահեր, որոնք փոխանակվում են, որոնք ժամանակի ընթացքում հեգնանքով կորցրած արժեք են, մինչդեռ կյանքը, այս մեկը, ավելի ու ավելի թանկացավ, հին ընկեր, որ երկիրը լույս է, որն ասում էր ինձ։ Այն ժամանակ ես ծիծաղեցի, այդ միամիտը գտնելու համար, այսօր ես գիտեմ, որ նա ճիշտ էր, փող մենք վերականգնում ենք։ Գույք վաճառում, փոխեք մեր գործերը, գտեք եկամտի մեկ այլ աղբյուր, բայց ժամանակը, այս մեկը, երբ անցնում է մեկ անգամ, չի վերադառնում։ Գուցե դուք մտածում եք. Օ, այնպես որ փողը վատ է, պետք է ամեն ինչ գցեմ և ապրեմ ճգնավորի պես, պտուղ տալու և ծառի տակ խորելու, ոչ, իմ ընկերը, դա այն չէ, ինչի մասին ես խոսում եմ, փողն անհրաժեշտ է, առանց դրա ոչ ոք չի փրկվում, հարցն այն է, ով վերահսկում է։ Դուք կամ ձեր հաշվի թվերը։ Հարցրեք ինքներդ ձեզ անկեղծ հարց հենց հիմա։ Ինչ եք փոխանակում ձեր կյանքը, որքան է ձեր ժամը։ Օր և ընթրիք երեխաների հետ, խոսակցություն ձեր մոր հետ, ով չի երիտասարդանում, անառողջ լողալ, պարզապես քամին ձեր դեմքին զգալու համար, կցանկանայիք հրաժարվել դրանից ավելի մեծ աշխատավարձի համար, խթանում, որը կարող է անհետանալ։ Փոստով։ Ես այստեղ չեմ դատել, ես նույնպես վազեցի այդ նույն երազանքից հետո, ես նաև մտածեցի, որ ավելի ուշ ժամանակ կունենար, միայն հետոը երբեք չի գալիս, ժամանակն ավարտվում է, և այն, ինչ մնում է հիշողություններ, ոչ բոլորն են լավը։ Բայց կա լավ նորություններ։ Եթե հիմա այն կարդում եք, դեռ ժամանակ կա, դուք չեք կարող վերադառնալ, իհարկե, կյանքը խաղ չէ, որում կարող եք խստացնելը վերագործարկումը, բայց դուք կարող եք փոխել ընթացքը, պարզապես որոշեք, թե որն է այլևս արժանի զոհաբերություն և ինչ, փաստորեն, իմաստ է տալիս ձեր օրերին։ Եկեք խոսենք դրա մասին։
Ոչ թե ինչպես վաստակել ավելին, բայց ինչպես ավելի լավ ապրել, այն ամենաթանկ արժույթի մասին, որը գոյություն ունի, որը ոչ թուղթ է, ոչ էլ մետաղ, այլ վայրկյան, րոպեներ, որոնք չեն վերադառնում։ Եկեք խոսենք այն մասին, թե ինչպես կարելի է վայելել կյանքը, փոխարենը պարզապես կատարելու համար։ Որովհետև խորը ներքև ամեն ինչ շատ պարզ է, մենք ենք, ովքեր բարդացնում են, մենք վերցնում ենք հիմնական բաները և վերածվում լաբիրինթոսների, կյանքը հանգստի օրվա նման է, միայն երբ կանգ առնենք, կարող ենք իսկապես զգալ դա։ Ասա ինձ, ինչու ես աշխատում գումար վաստակելու համար, և ինչ եք ուզում փող, ավելի լավ ապրելու համար, բայց երբ ճշգրիտ դու ապրում ես հանգստյան օրերին, երբ ես սպառված, տարեկան արձակուրդների ժամանակ, երբ կարող եք հազիվ անջատել։ Կամ քնելուց առաջ 30 րոպե առաջ, երբ որևէ այլ էներգիա չի մնացել, բայց ձեր հեռախոսի ժամանակացույցը գլորեք և դատարկեք սառնարանը։ Սա չի ապրում։ Այն գոյատևում է ավտոմատ ռեժիմով, ես արդեն այդպես էի մտածում, իմ ամենահաջող ժամանակում ես հավատում էի, որ եթե մի փոքր ավելին փորձեի, շուտով ժամանակն էր վայելելու, ընդամենը ևս 1 տարի, ասաց նա ինքս ինձ, ուղղակի ևս 1 նախագիծ, ընդամենը 1 այլ պայմանագիր, և հետո ես կարող եմ հանգստանալ, ես պատրաստվում եմ գյուղ գնել գյուղում, գրքեր կարդալ, ճամփորդել կնոջս հետ, նախաճաշել եմ պատուհանի միջով ճանապարհորդել։ Միայն կյանքը չի սպասում, մայրս հանկարծ անցավ, վերջին 10 տարիներին այն իր հետ մի ամբողջ շաբաթ չէր անցկացրել, միշտ ավելի հրատապ բան կար, դուք պատկերացում ունեք այն բանի համար, որ դուք գիտակցելու, որ դուք թույլ եք տալիս, որ սիրում եք նրանց հետ, ովքեր սիրում են։ Հետո նկատեցի, որ իմ որդին դադարել է խոսել ինձ հետ, ոչ թե զայրույթից դուրս, այլ այն պատճառով, որ մենք տարօրինակ ենք դառնում, ես միայն գիտեի, թե ինչպես կրկնել, ուսումնասիրել, աշխատել, մի վատնել ժամանակը, արդյունավետ եղիր։ Ես երբեք նրան չէի սովորեցնում վայելել կյանքը, ուրախանալ փոքրիկ բաների մեջ, ես սովորեցրեցի, որ արդյունավետ լինի որպես մեքենա, երբ ես ինքս էի դարձել։ Ես հանդիպեցի մի մարդու Մովսեսի, որը 40 տարի էր որպես նույն գործարանում հաշվապահ, նա փրկեց յուրաքանչյուր կոպեկ, պլանավորեց յուրաքանչյուր ծախս, երազելով այն օրվա մասին, երբ նա կարող էր թոշակի անցնել և վայելել մի փոքրիկ տուն։ Պատշգամբով և արտոնյալ տեսակետով, թոշակի անցնելուց 2 ամիս անց նա սրտի կաթված ուներ, հետո ևս մեկը, երբ ես այցելեցի նրան հիվանդանոցում, նա աչքի առաջ նայեց ինձ և ասաց. Ես չեմ ասում, որ հրաժարվեք ամեն ինչից և ինքներդ ձեզ փնտրեք տիպեթում, ես խոսում եմ պարզ ընտրության մասին, այսօր զանգահարեք ձեր ծնողներին, նստեք ձեր երեխայի հետ առանց բջջային հեռախոսի շուրջ, զգուշորեն ընդունեք ձեր կնոջը, ոչ թե սովորության։ Քայլեք 1 կիլոմետր ոտքով և զգացեք օդը պարզապես Wi-Fi ցանց փնտրելու փոխարեն, դա ոչինչ չի արժե, բացառությամբ առաջնահերթության որոշման։ Փողը գործիք է, ոչ նպատակ, դուք կարող եք օգտագործել այն տուն կառուցելու կամ այն դասավորելու համար, ես տեսա հսկայական բախտավոր մարդկանց, ովքեր նստած են իմ գրասենյակում, հարցրին ինձ. Ինչի համար է այս ամենը, ես դա ունեմ և միևնույն ժամանակ ոչինչ չունեմ, և ես հանդիպեցի մի դերձակի, որը աշխատում էր մինչև 80 տարի, առանց հարուստ լինելու, բայց երջանիկ լինելու, բոլորը։ Առավոտյան նա արթնացավ իմանալով, որ այդ օրը լավ բան կաներ։ Կօգնի ինչ-որ մեկին իրեն լավ զգալ, սա, այո, հարստությունն է։ Մի շփոթեք շարժումը առաջընթացի հետ, մի շփոթեք հաջողության իմաստը, կյանքը չի չափվում այն, ինչ կուտակում եք, բայց ինչի համար եք ապրում, և դա միայն դուք կարող եք որոշել։ Մի շփոթեք իրերի գինը իրենց իրական արժեքով, կյանքում ամենաթանկ բաները չունեն գների պիտակ, ժամանակ, սեր, ազնվություն, խաղաղություն, հասկացողություն, ներկայություն, ինչպես ասում է Թալմուդը, եթե դա ինձ համար չէ, ով կլինի։ Բայց եթե դա պարզապես ես, ինչ եմ, խոսքը հավասարակշռության մասին է, կարող եք և պետք է աշխատեք, դուք պետք է երաշխավորեք ձեր ապրուստը, բայց չեք կարող թույլ տալ, որ փողը դառնա ձեր աստվածը, աստված կյանքն է, ներկա պահն է, հիմա է։ Իմացեք, թե ինչպես ինքներդ ձեզ հարցնել ոչ մի որքան եմ հաղթելու, բայց ինչ եմ ես ապրելու, ոչ թե ինչպես գոյատևել, բայց ինչպես իրականում ապրել, քանի որ ձեր ծախսած գումարը, բայց ձեր հոր վերջին գրկախառնության հիշողությունը։ Այս մեկը ձեզ հետ է հավիտյան, այսօր, երբ ես մենակ եմ, ես չեմ հիշում աշխատավարձերը, բանակցությունները կամ բանկային փոխանցումները, հիշում եմ, թե ինչպես ես որդուս ձեռքերս պահեցի, երբ նա իր առաջին քայլերն ընդունեց, ինչպես ես և կինս միասին էի, երբ ռեստորանի համար փող չունեինք։ Ինչպես մայրս ձեռքը վազեց, երբ ես ընկա հեծանիվը, սա իմ գանձն է, սա իմ մայրաքաղաքն է։ Հիմա ասա ինձ. Ինչ կմնամ քեզ հետ, ինչ եք կառուցում, կարիերա կամ կյանք, հանդիպումների ընթացքում քանի ժամ է անցկացրել և քանիսը ինքնուրույն, քանի ուժ է տվել ձեր շեֆին և քանի մարդ է պահել ձեզ համար, եթե ես կարողանայի վերադառնալ, ավելի քիչ կթողնեին կարգավիճակից և ավելի շատ տեսք կունենային երկնքում, ես կլսեի ավելին, ավելի շատ զգան, ավելի շատ գրկեմ։
Ես ձեզ չեմ ասում, որ լքեք աշխարհը, ես ասում եմ մի փոխանակեք ձեր հոգին ոսկու համար, ավելի լավ է դրսում աղքատ լինել ներսից, հիշեք, փող դուք կարող եք կորցնել և վերականգնել, ժամանակ երբեք, կյանքը մեկն է։ Եվ այժմ տեղի է ունենում ոչ թե արձակուրդում, ոչ թե կենսաթոշակային, այլ ոչ թե հետո, հիմա մինչ դուք շնչում եք, երբ լսում եք այս բառերը, և եթե այսօր ինչ-որ բան իմաստ ուներ ձեզ համար, միգուցե դեռ ուշ չէ։ Եթե հասնեք այստեղ, դուք պարզապես հեռուստադիտող չեք, դուք զրուցակից եք, ինչ-որ մեկը, ով չի վախենում մտածել, թե իրականում ինչն է կարևոր, և դա իմ ընկերը արդեն հազվադեպ է, մենք այսօր չենք խոսում դոլարների, հետաքրքրության կամ ներդրումների մասին, մենք խոսում ենք այն մասին, թե ինչն է անգին, մենք խոսում ենք ձեր ժամանակի մասին, ձեր կյանքի մասին, ինչպես եք այն ապրում և որքան հեշտ է կորցնել տարիները վազելուց հետո, ի վերջո ոչինչ չի կշռում։ Ես ապրում եմ երկար կյանք, ոչ սուրբ, ոչ կատարյալ, այլ իմը, և ես ասում եմ ձեզ. ամենադժվարը փող չի վաստակում, ամենադժվարը չմոռանալը, թե ինչու եք ողջ եք, մի կորչեք ճանապարհին, գումարը գալիս է և գնում, ես սոված եմ եղել մետաղադրամների հաշվարկ և արդեն ստորագրել միլիոնավոր մարդիկ, գիտեք ինչ է հեգնանքը։ Աղքատության վախը նույնն է, երբ աղքատ եք, վախենում եք, որ վաղը ուտելու բան չունեք, երբ հարուստ եք, վաղը վախենում եք կորցնել ամեն ինչ, փողը խաղաղություն չի բերում։ Այն բացում է դռներ, բայց խաղաղություն, որը գտնում եք ձեր մեջ։ Մարդիկ մտածում են. երբ հարստանում եմ, ապա կսկսեմ ապրել, փորձեք հակառակը, սկսեք ապրել հիմա, և միգուցե, ապա հարստանում եք, ոչ թե հակառակը, քանի որ երբ իսկապես ապրում ես, երբ ներկա ես, գիտակցում ես, մի վատիր։ Դուք ներդրումներ եք կատարում դրա մեջ և այն վերադառնում է, միշտ չէ որ կանխիկ է, բայց միշտ իմաստով։ Մի անգամ Իսրայելում նա սպասում էր ավտոբուս, իմ կողքին, գրեթե 90 տարվա մի ջենթլմեն, ձեռնափայտով, գլխարկով և սպիտակ մորուքով, ես հարցրեցի. Ինչպես է կյանքը, նա ժպտաց և պատասխանեց. Բարուք ասեմ, երբ ես շնչում եմ, ապրում եմ, պատկերացրեք, նա չասաց, քիչ թե շատ, կենսաթոշակը վատ է, ողնաշարը ցավում է, նա ասաց. Սերը, ուսուցանեք, շնորհակալություն, արդյոք այդ հարստությունը չէ։ Ես չգիտեմ, թե քանի տարեկան եք 20, 30, 50, բայց եթե ուզում եք հին հրեական խորհուրդներ ապրել, ես պարզապես ասում եմ. մի թողեք ձեր հոգին, մնացած ամեն ինչ կարող է սպասել, հոգին, ոչ։ Դրանք, Ռել։ Հայրս տվեց ինձ, շվեյցարական մեխանիկական ճշմարիտ, նրանք աշխատել են 40 տարի, մինչև կանգ առան, ես ուզում էի դրանք շտկել, բայց հասկացա. Ոչ, կարող են այսպիսին լինել, և ժամանակը նույնպես, մինչ նա վազում եմ, մենք պետք է ապրենք, ոչ միայն գոյություն ունի, ոչ միայն գոյատևող, այլև խղճի հետ ապրելը, նպատակը, հոգով։ Ես բավականաչափ ապրեցի հասկանալու համար։ Ձեր կյանքը այն է, ինչին ուշադրություն եք դարձնում, ոչ թե այն, ինչ գրված է ձեր ծրագրերում, բայց որտեղ է ձեր սիրտը, եթե ձեր ուշադրությունը ապրում է բջջային հեռախոսների, զեկույցների, խնդիրների վրա, ապա այն է, որտեղ դուք ապրում եք։ Բայց եթե կարող եք լինել այստեղ և հիմա, ապա կենդանի եք։ Կյանքը հետոց չէ, կյանքն այժմ է, շնչառություն, թեյի մի գթալ, ընկերոջը, երեխայի ժպիտը, տաք հացի հոտը, պարզապես դա հռետորաբան չէ, իրականություն է, և եթե դա հասկանում եք, այսօր արդեն հարուստ եք։ Ինչպես Փիրքին ասում է Ավոթը, ծնողների ուսմունքները։ Մի վազեք միրագուրսներից հետո։ Գործարկել իմաստից հետո, աշխատեք, բայց մի մոռացեք հանգստանալ, հաղթեք, բայց մի վաճառեք, կատարեք կարիերա, բայց մի կարոտեք ձեր ընտանիքը։ Եվ հիշեք։ Հին դարաշրջանում ոչ ոք չի ափսոսում փոքր ինչ աշխատելու համար, բոլորը ափսոսում են, որ քիչ են ապրել։ Եթե մի բան, որ ես ասացի, այսօր ռեզոնանսեց ձեզ հետ, բաժանորդագրվեք այս ալիքին, ոչ թե պարտավորությունից դուրս, այլ այն պատճառով, որ մենք նույն զանգվածն ենք նրանցից, ովքեր փնտրում են ոչ միայն ապրել, այլև ինչու։ Այստեղ մենք չենք խոսում հիպերի կամ մորթիների մասին։ Մենք խոսում ենք էականների մասին, և եթե դա ձեզ համար իմաստ ունի, սա ձեր տեղն է։ Բաժանորդագրվել չմոռանալ, չկորցնել, այնպես որ առնվազն շաբաթը մեկ անգամ ինչ-որ մեկը հիշեցնում է ձեզ։ Դուք կենդանի եք, դուք ժամանակ ունեք, և դուք կարող եք այն ապրել գեղեցիկ, մարդկային, վավերական եղանակով։ Հաջորդ տեսանյութում մենք կխոսենք այս մասին։ Ինչպես չվախենալ զրոյից սկսելուց, նույնիսկ եթե այլևս 20 տարեկան չեք, նույնիսկ եթե ամեն ինչ փլուզվել է, որովհետև, քանի որ իմ ընկեր Լեյզերը ասում է, քանի դեռ երկրի տակ չեք, կարող եք ծաղկել։ Հոգ տանել, իմ լավը, և մի ապարդյուն մի անցկացրեք ձեր ժամանակը, նա իր միակ մայրաքաղաքն է, որը չի կարող վերադարձվել, պարզապես պահպանիր։ Շալոմ, տեսնում եմ ձեզ շուտով։